Ինչպես նորոգել Չեռնոբիլի ատոմակայանի պաշտպանիչ Վահանի այս հսկա անցքը։ Սա այն հարցն է, որ ավելի քան 2 ամիս է հուզում է ուկրաինացի պաշտոնյաներին, երբ փոխպատեկ կառույցը խոցվեց ամենայն հավանականությամբ ռուսական ԱԹՍ-ի հարվածից։ Նրանք պետք է ավելի երկարաժամկետ նախագիծ մշակեն, որը կլինի շատ ընդարձակ, բարդ եւ սարսափելի թանկ։ Մոսկվան հերքել է, որ ինքն է կանգնած փետրվարի 14-ի հարվածի հետևում, ինչի հետևանքով 3 շաբաթ շարունակ մարում էին Վահանի թաղանթում բռնկված կրակը։ Ճառագայթման մակարդակը դրսում ըստ պաշտոնյաների նորմայի սահմաններում է, բայց անցքը փակել հնարավոր չի եղել, քանի որ այն գտնվում է սարկոֆագի վերևում, որը պատյան է վնասված ռեակտորի ռադիոակտիվ մնացորդների համար։ Ինչպես կարող եք նորոգել տանիքի հատվածը, որտեղ որքան բարձրանում եք, այնքան ճառագայթման մակարդակն ավելանում է։ Ռադիացիան սարկոֆագի ռեակտորի միավորի մոտ այնքան բարձր է, որ դուք չեք կարող աշխատել դրա վերևում։ 2.2 միլիարդ դոլար արժողությամբ 45 երկրների մասնակցությամբ պաշտպանիչ Վահանի կառուցումն ավարտվել էր 2019-ին։ Այն տեղադրվել էր Չեռնոբիլի 4-րդ ռեակտորի վրա, որտեղ 1986-ի ապրիլի 26-ին անվտանգության փորձարկման ժամանակ սխալի հետևանքով էլ տեղի ունեցավ Չեռնոբիլի վթարը, որն աշխարհի վատթարագույն քաղաքացիական միջուկային աղետն էր։ Այն ժամանակ Ազատություն ռադիոկայանն էր, որ Երկաթե վարագույրից այն կողմ գտնվող ունկնդիրներին տեղեկացրեց մթնոլորտ արտանետվող радиоактив նյութերի մասին։ Стало ясно, что восточный ветер пригнал радиоактивное облако с территории Советского Союза. Չեռնոբիլում աշխատողների մեծ մասն ապրում էր հարևան Պրիպյատ քաղաքում։ Ազատության ուկրաինական ծառայությունը վերջերս այցելել է այս երբեմնի ծաղկուն համայնք, որն այժմ ամայի տարածք է ատոմակայանի օտարման գոտում։ Մինչև Չեռնոբիլի վթարն այստեղ մոտ 50,000 մարդ էր ապրում։ Վթարից հետո բոլորը տարհանվեցին։ Հիմա քաղաքում փաստացի ոչինչ չկա, միայն լքված շենքեր։ Քանի որ Չեռնոբիլի զսպման վահանը վնասված է, դրա հիմնական նպատակներից մեկն այլևս չկա։ Այն նախագծված էր սարկոֆագը անվտանգ ապամոնտաժելու համար, ինչը թույլ կտար հեռացնել ռեակտորի ռադիոակտիվ մնացորդները։ Ներսում 4 տոննա նուրբ ռադիոակտիվ փոշի կա։ Վահանը տեղադրելու համար օգտագործված ժամանակավոր երկաթգիծն ապամոնտաժվել է, ինչը նշանակում է, որ այն չի կարող ապահով կերպով տեղափոխվել վերանորոգման համար։ Անկախ նրանից կարող են նորից տեղադրել երկաթգիծը կամ տեղափոխել վահանը, թե ոչ, այդ կառույցի վերանորոգումը շատ լուրջ, ահռելի մարտահրավեր է Ուկրաինայի համար այս պահին, երբ նա բախվում է բազմաթիվ այլ մարտահրավերների։ Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը $450,000 է հատկացրել անօդաչու թռչող սարքի վնասի չափը գնահատելու համար։